Հիմա ես կարող եմ ենթադրել, որ ցանկացած ընդդիմադիր քաղաքական գործիչ, ցանկացած ընդդիմադիր պետական պաշտոնյա, այդ թվում նաև համայնքի ղեկավար, իր նկատմամբ ունի դատական ակտ իր ընտանիքի անդամների վերաբերյալ, որ նրանց իրենց բնակարաններում կարող են իրականացնել օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Սա նշանակում է, որ այս իշխանությունը համատարած դատական ակտերով մտնում է մարդկանց անձնական կյանքի մեջ։ Չկա այդ անձնական կյանքից որևիցե տվյալ չեն հրապարակել, հարցը դա չի, բայց հարցը այն է, որ դատական ակտով մտնում են։ Սա խայտառակություն է, ապօրինություն է եւ այս դատական ակտը, որ այս թուղթը, որ հեսա տեսեք թրջվեցել, չնայած անձրևը միգուցե եւ լավ նշան է, ջրվում է այս ամեն ինչը, բայց այնուամենայնիվ այստեղ դատավորը շատ կարևոր պետք է նաեւ անդրադարձ կատարել, բայց չեմ կարծում, որ կկատարի, որովհետեւ արդեն իսկ 2 ամսվա որոշումը խոսում է այն մասին, որ չի կատարել։ Տեսակցությունները սահմանափակվել են։ Տեսակցությունները որոշ չափով սահմանափակված են, ընտանիքի անդամների հետ ինչ որ կարող է տեսակցել, բայց այդտեղ ասենք իմաստը որն է տեսակցությունների սահմանափակման, որովհետև դուք պատկերացրեք, Վարդան Ղուկասյանը ոչ միամիտ է, ոչ անփորձ է, ոչ առաջի անգամ է քաղաքականության մեջ եւ ոչ էլ առաջի անգամ է որպես ընդդիմություն հանդես գալիս։ Հետևաբար այս մարդը, որ հասկանում է ում հետ գործ ունի, ինչ կարգի իշխանության հետ գործ ունի, ինչը կարող է պետք է թույլ տալ իրեն, որ գիտի, որ բոլոր տեղերը այդյանց դրած շուչոկները օրինական, ոչ օրինական դատարանի որոշման կամ ոչ դատարանի որոշման իրեն լսում են, ինքը այդքան միամիտ մարդ չէ, որ այն էլ այսպիսի էժան մեղադրանքներով, այսինքն դուք պատկերացրեք սա այն, չգիտեմ, որ մակարդակի էժան մեղադրանք է դրված, սա նույնի շարունակությունն է, ինչ որ դրված էր Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ այդ մեղադրանքի, այդ ծավալը կամ այդ նկարագրությունը, որ դու կարդում ես, ուղղակի ապշում ես, աղբը ոնց կարելի է վերագրել, որպես շորթում, այն էլ միտեղ են տարել այդ աղբը թափել են, վերագրել են, որ դա եղել է իբրև թե քաղաքապետարանի գույքը եւ նա ուզեցել է շորտմամբ տիրանալ այդ գույքին։ Այսինքն բացարձակ աղբ մեքենայով, ավազ, քար, բետոնի կտորներ եւ այլն տեղափոխել են մի վայր։ Իրանց խնդիրը այն է, որ ընտրված քաղաքապետին այնպես փորձեն վարկապեկել, որ տեսեք ինչ որ էժան կաշառք վերցնող են, ինչ որ էժան, չգիտեմ, աղբ գողացող են, այսպիսի իրենց մակարդակին են, այսինքն եթե իրենք իրենց մակարդակով են գնահատում, որովհետև իրենք դա կանեին, ես համոզված եմ, ասեք։ Այո։ Այո, ասեց, որ ինքը այն ինչ որ հիմա ես եմ հայտնում, գրեթե այդ տրամաբանության ներքո այո ելույթ ունեցավ եւ ասեց, որ այս ամեն ինչը անհիմն է եւ նպատակ ունի, եւ դա հայտարարվեցել, որ սա ուղղակի քաղաքական հետապնդում է, հրահանգը նայելով տարեթվերին, մենք տեսնում ենք, որ հրահանգը եկել է հոկտեմբերի 1-ից հետո 2025 թվականի։ Հրահանգը տրվել է ազգային ժողովի դահլիճում եւ հրահանգի հաջորդ գործողությունները արդեն սկսվել են ամսի 16-ին հոկտեմբերի եւ մենք ամսի 20-ին արդեն ականատեսը եղանք այդ վայրագ գործողությանը հարձակում Գյումրիի քաղաքապետարանի վրա եւ այնտեղ այդ վայրագությունները Դուք պատկերացնում եք, վայրագ զորք են բերում, զորքը մտնում է եւ ջարդուխուրդ է անում քաղաքապետարանի գույքը, ինչի համար, որն է դրա հիմնավորումը, որ ջարդուխուրդ էին անում, հարձակվում մարդկանց վրա, վնասում մարդկանց եւ կյանքին եւ առողջությանը վնաս պատճառում եւ այդ թվում նաեւ գույքին։ Մենք ակնհայտ էս որ ժամանակացույցներ ենք նայում, դրա մասին է։ Ես մի մաս էլ ասեմ, որ ուրեմն հիմնական այսպես դերակատարը այս ամեն ինչի մեջ, չես մեղադրանքի մեջ, ես որ ջրվելու է, հեսա տեսեք ոնց է ջրվում այս անձրևը, արդար անձրևը ոնց է ջրում այս դրանք այս որոշումը կալանքի։ Ուրեմն
կա քաղաքապետարանում ճարտարապետ, որը երկար ժամանակ այդ քաղաքում աշխատել է որպես քաղաքապետարանում ճարտարապետ։ Ճարտարապետի գործառույթների ներքո կառուցվել է ամբողջ այսպես կոչված ճակերտավոր հիմնավոր կասկածը։ Այդ անձը ինչ որ տեղի է ունեցել ամբողջ գործընթացը եւ ամբողջ այդ հիմնավոր կասկածի նկարագրությունը առնչվում է մի ուրիշ անձի պաշտոնավարման հետ։ Ամբողջ այդ գործընթացը այդ անձն էլ բարձվում է Սարիկ Մինասյանն է։ Հիմա թող մեկ կողնորոշվեն այդ Սարիկ Մինասյանի հետ այդ ճարտարապետը ինչ է արել, որ ճարտարապետին մեղսագրվում է արարքներ, որը կատարվել է այդ ժամանակահատվածում, այս ժամանակահատվածում ինչ որ կատարվել է, ոչ մի բան չի եղել։ Այսինքն այս ժամանակահատվածի հետ կապված իրենք ոչ մի ապացույց կամ ինչ որ նկարագրություն չեն մեջ բերել։ Հիմա բացի այդ, նաև քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված է նոր ճարտարապետ ներգրավելու հայտարարություն, այսինքն այդ ճարտարապետը, որը աշխատել է, դրանից առնվազն քաղաքապետարանը դժգոհ է եղել եւ չեն ուզեցել են այդ ճարտարապետին փոխել եւ հետեւաբար եթե մեկին դու ուզում ես փոխես այդ մեկի հետ այսպիսի ապօրինի ինչ որ գործարքներ եւ հետո գիտեք կան մարդկանց ասենք նաեւ փոխհարաբերությունների մեջ սուբորդինացիա ով է այդ ճարտարապետը, որի հետ օրինակ 6 անգամ ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պետք է այդպիսի ճղճին ինչ որ գործարքի մեջ մտներ։ Դա էլ է բացառվում, այսինքն մարդու այդ սուբորդինացիան աշխատանքային նույնիսկ դա չէր թույլ տա, որպեսզի այդ մարդու հետ ինչ որ նման խոսակցություն ունենար, որն է դրվել հիմնավոր կասկածի, այսինքն այդ հիմնավորման մեջ, դա էլ գոյություն չունի։ Ուր է այդ ճարտարապետը, որտեղ է նա գտնվում, այսինքն սուբորդինացիան, ես չեմ ուզում նրա արժանապատվությունը նսերմացնեմ, բայց միանշանակ երբ նշարին դնում ես ով է ճարտարապետը, իսկ ով է Վարդան Ղուկասյանը, այսինքն այս մարդը իր ընտրված լինելով հեղինակությամբ, իր կարգավիճակով եւ նաեւ այդ ճարտարապետը, որի դեմ ինչ որ ցուցմունքներ կան։ Ամբողջ էությունը սա է, այսինքն դուք պատկերացրեք, ներեցեք, բայց ինչ որ մի հատ հավաքարարի գործը բացարձակ չեմ ուզում նսեմացնեմ, շատ մեծ կարևոր աշխատանք է անում հավաքարարը, ցանկացած հիմնարկում, բայց հավաքարարի հաստիքը զբաղեցնողի հետ այդ հիմնարկի ղեկավարը ինչ որ գործարքի մեջ մտնի, ինչ որ մի X հարցի վերաբերյալ, դա ուղղակի ծիծաղելի է եւ մեղադրյալներից ինչ-որ Մյուս ուտի մասին։ Չէ, այս մեղադրանքով, այս հիմնավոր կասկածով մենք ոչինչ չգիտենք, իդեպ ասեմ, որ պարզվում է այս քանի օրերի ընթացքում նաև այնքան հրահանգը ուժեղ է եղել, որ ուզեցել են անպայման այնպիսի մի հիմնավոր կասկած ստեղծել են 21 հոգանոց քննչական խումբ, այսինքն այս պետության մեր մեջ այնքան կոռուպցիա կա, որի մասին ես ամեն օր ահազանգում եմ, հաղորդումներ եմ տալիս հակակոռուպցիոն կոմիտեին, այդ հակակոռուպցիոն կոմիտեն չի զբաղվում, ընդհանուր մինչև կոռուպցիա, որը հասցրել է մարդու մահվան, այդ մասին անընդհատ գրում եմ կեղծիքների, կոռուպցիայի, գումարների եւ այլի մասին, ոչ մի գործընթաց, ոչ մի քննչական խումբ չի ստեղծվում, բայց այս գործով, այս որ սենց ջրվում է, այս գործով ստեղծվել է հոկտեմբեր ամսին, այսինքն այդ հրահանգից հետո ամսի 1-ի հոկտեմբերից հետո 21 հոգանոց քննչական խումբ, այդ ինչ էին հայտնաբերելու, այդ ինչ կոռուպցիա էին ուզում հայտնաբերել, որը գոյություն չունի, այսինքն այդ ինչ կոռուպցիա պետք է հայտնաբերեիք Գյումրիում, այն էլ Գյումրին, որը այդքան տուժել էր եւ այսօր էլ շարունակում է տուժել, հիմա տեսեք մի հատ էլ ցույց տվեք, էլի զորքեր են բերել մեր գումարների հաշվին, որն է սրա հիմնավորումը, օրինակ ոստիկանական զորքը, որ բերել էին եւ Գյումրիի քաղաքապետարան եւ այստեղ։ Տիկին Փոստանջան, այսինքն մյուս 8 մեղադրյալներ, մյուս 7-ն այսինքն
առաջնորդություն չի ներկայացնում, նրանց մասին որևէ Ես չունեմ տեղեկություն, թե ում մասին ինչ միջնորդություն է ներկայացվել, ինչ է արվել, ես տեղյակ չեմ, նույն ճարտարապետը ինչ կարգավիճակով է հիմա գտնվում, այսինքն հիմա տեսեք, մեղադրանքը իրենք այստեղ նշում են մի վարքյան, չէ, այստեղ չի գրված այստեղ փրկվեց այստեղ Չէ, իմ ձեռքի տակ հիմա չկա այդ մեղադրանքի որոշումները մյուս պաշտպանի մոտ են, համենայն դեպս իրեն մեղադրում են իբրև թե այդ առաջարկել է իբրև թե իրեն կաշառք տրամադրեն։ Այս է, այսինքն դուք պատկերացնում եք, այն է ում կներեք, բայց համեմատությանս համար իր հիմնարկում ենթակա ինչ-որ մի կներեք հավաքարարի ինչ-որ կարգավիճակում ունեցող մեկին պետք է ասի, որ գիտես ինչ, ես առաջարկում եմ, որ ինձ կաշառք առաջարկեմ։ Սա աբսուրդային մի, չգիտեմ ոնց բացատրեմ, ու այսպես էլ արվում են, այսինքն տեսեք, չկա ոչ մի, մեզ չի ներկայացվել ոչ մի ձայնագրություն, մեզ ներկայացվել են ուղղակի կծկտուր, սեղմագրեր, ինչ-որ տեղերից վերցրած, որտեղ չկա այդ խոսակցությունը, որ ինձ կաշառք կտաս, կամ ես ասում եմ ինձ կաշառք տուր, կամ այսքան կաշառք կտակ, վերցրած են ինչ-որ խոսակցություններ, և դա քննիչը մեկնաբանում է որպես կաշառքի այդ գործողություններ, այսինքն քննիչի մեկնաբանությունն է։ Հիմա դատարանը, եթե դա գտնում է որպես հիմնավոր կասկած այս ապօրինությունների մեջ, ակնհայտ է, որ դատական ակտը ապօրինի է և ենթակա է նաև, այո, ոչ միայն բողոքարման, բեկանման։